Adobe Illustrator-ի մեջ bitmap-եր ներմուծելուց հետո կարելի է նրանց վերածել վեկտորական օբյեկտների օգտագործելով trace հնարավորությունը։ Դրա համար եկեք ներմուծենք նկար Adobe Illustrator-ի մեջ։ Տեսնենք, թե ինչպես կարելի է այդ նկարը վերածել վեկտորական օբյեկտի։ Դրա համար Illustrator-ում կա հնարավորություն Image Trace, որը դուք հիմա տեսնում եք այս մեր Control պանելում, եւ այս հրամանի օգնությամբ, եթե մենք այժմ բացենք այս մենյուն, դուք կտեսնեք, որ այստեղ կան տարբեր կարգավորումներ, որոնց օգնությամբ Adobe Illustrator-ը կարող է վերածել այս նկարը համապատասխան վեկտորական օբյեկտի, որից հետո մենք պետք է expand անենք այդ նկարը, այսինքն կոտրենք նրան մասերի համապատասխան այդ trace-ից հետո կատարված գույնային տարբերություններով։ Եթե մենք այժմ վերածենք այս նկարը վեկտորականի, օրինակ այստեղից մենք կարող ենք ընտրել Shade of Grace, այսինքն մոխրագույնի ստվերները, եւ trace-ից հետո Adobe Illustrator-ը կբաժանի այս նկարը գույների համապատասխան այն կարգավորումներին, որոնք մենք տվել ենք, այսինքն ինչպես դուք հիմա տեսնում եք, մենք ունենք սևից սպիտակի մոխրագույն գույների տոներով բաժանած այս նկարը։ Այս նկարը, երբ որ մենք trace ենք անում, դրանից հետո մենք պետք է անենք expand, եւ expand-ից հետո դուք տեսնում եք, որ մեր նկարը վերածվեց փաթերի, որը բաժանվել է համապատասխան գույներով։ Եվ եթե մենք ուզենանք, կարող ենք այս փաթերը ընտրելով համապատասխան որևէ մի փաթ կամ ինչ-որ մաս փոփոխել նրանց կամ թեկուզ լցնել նրանց գույներով, եթե մենք կոնկրետ ընտրում ենք ինչ-որ մի մաս։ Այս trace-ը, որը մենք ձեր հետ մի քիչ առաջ կատարեցինք եւ արեցինք expand, կարող է ունենալ մի քանի տեսակի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ավելի քիչ փաթեր կամ կետեր ստանալ։ Դրա համար եկեք տեսնենք, թե ամեն մի կարգավորումը ինչ տիպի նկար է մեր մոտ ստեղծում։ Ինչպես դուք հիմա տեսնում եք, մենք ունենք օրիգինալ նկարը, սկզբնական, եւ այստեղ ունենք այն կարգավորումներից հետո ստացված վեկտորական պատկերները, որը Adobe Illustrator-ը մեր համար ստեղծել է։ Ինչպես դուք տեսնում եք, այստեղ կա Shade of Gray, որը մենք ձեր հետ ստացանք, կա Technical Drawing, որը վերածում է տեխնիկական նկարչության այս նկարը, կա բարձր որակի նկար, բայց սա իրենից եթե մենք օրինակ կոտրենք, տանք expand, այստեղ գույների քանակը քանի որ շատ է, ապա մենք կստանանք ձեր հետ ավելի շատ փաթեր եւ նրան ավելի դժվար կլինի ենթադրենք գունավորել կամ անել ինչ-որ փոփոխություններ։ Դուք տեսնում եք, որ մեր կետերի քանակը եւ փաթերի բավականին շատ է։ Եթե մենք օրինակ տայինք expand այս նկարը, որ իրանից ներկայացնում է technical experience տակը, դուք տեսնում եք, որ կետերի քանակը ավելի քիչ է։ Այստեղ մենք ունենք black and white logo, որը կարելի է օգտագործել սև ու սպիտակ նկարներ ստանալու եւ դրանից հետո մենք եթե այն անենք expand համապատասխան, մեր մոտ կստեղծվեն ավելի քիչ փաթեր, ինչպես դուք հիմա տեսնում եք։ Սա սիլուետների հնարավորությունն է,
որը մենք արել ենք այստեղ փաթերի քանակը ավելի քիչ են, կա low fidelity photon, որը high fidelity photo-ից տարբերվում է point-ների քանակով, գույների բաժանումը, 3 գույնանոց մենք ունենք բաժանում, որը դուք տեսնում եք ինչքան վեկտորներ է ստեղծում, համապատասխան ունենք 6 գույնանոց բաժանում, որը նկարվում է այդ մեր ստացած գույների շուրջը ստեղծելով փաթել և 16։ Եթե մենք օրինակ հիմա ընտրենք, ասենք 3 գույնանին, դուք տեսնում եք փաթերի քանակը ինչքան մեր մոտ շատ են։ Եվ համապատասխան մենք այժմ կարող ենք ստեղ ընտրենք այն մասը, որը որ մենք հետ մենք պետք է աշխատենք։ Այժմ այս փաթերը օգտագործելով մենք կարող ենք ընտրել որևէ մասեր, ընդհանրենք delete անենք այդ մասերը, փոփոխենք կամ տանք գույնային ինչ որ որոշումներ։ Կարող ենք ընտրել օրինակ այս ամբողջ նկարը եւ այստեղ փոխենք սև գույնը համապատասխան կանաչ, կարմիր կամ այլ գույներից եւ ստանանք հետաքրքիր որոշումներ մեր նկարի համար։ Մենք եկեք այժմ նորից տեղավորենք այս նկարը, տանք նրան trace, օրինակ shadow of gray, ապա դրանից հետո մինչև expand անելը Illustrator-ը մեզ հնարավորություն է տալիս նաև օգտագործել image trace պանելը, որը դուք հիմա տեսնում եք, որը ունի preview եւ ունի կարգավորումներ համապատասխան ամեն մի trace-ի համար։ Օրինակ այստեղ կա auto color, որը ունի իր համապատասխան կարգավորումները, դրանց մեջ advanced-ում մտնում են փաթերի քանակները, անկյունների քանակները, ստեղ ունենք light color, բաց գույներ, եւ այստեղ համապատասխան նրա կարգավորումները։ Ներքևը ունենք option-ներ, ցանկացած այս image trace-ի համար, օրինակ, որպեսզի կորերը կպնենք գծերին, snap, curve to line։ Նաև ներքևը մենք ունենք ինֆորմացիա, որտեղ գրված է քանի փաթ է պարունակում մեր նկարը, քանի anchor point-ներ, այսինքն հանգույցներ, եւ քանի գույն։ Այստեղ աշխատելով advanced-ի մեջ, օրինակ, անկյունների հետ, աղմուկի հետ, փաթերի քանակի ինչքան մենք ուզում ենք ստեղծենք, մենք համապատասխան կարող ենք ստանալ ավելի որակով կամ ավելի շատ փաթ պարունակող նկար։ Սա օրինակ low color-ներն են, այսինքն ինչպես մենք այնտեղ ստացել էինք low fidelity ֆոտոները, որոնք համապատասխան այստեղ նույն բաներն են անում, ունենք grayscale, black and white եւ outline։ Եթե մենք տալիս ենք outline, ապա ստանում ենք միայն գծերը, որը դուք հիմա տեսնում եք։ Այժմ եթե մենք ընտրենք grayscale-ը, ապա մենք այդ նկարը համեմատելու համար օրիգինալի հետ վերևում control պանելում ունենք tracing result with outlines, այսինքն գծերի հետ outline-ների, միայն outline-ները, եզրագծերը, outline with source-ի մեջ, եզրագծեր մեր հիմնական նկարի հետ եւ մեր հիմնական նկարը, այսինքն այստեղ մենք կարող ենք կտրել եւ տեսնենք որն ենք ուզում նայենք։ Սա outline-ների մոդն է երազրագծերի, սա outline-ը նկարի, սա մեր tracking result-ն է outline-ների հետ եւ այս նույն հնարավորությունը մենք ունենք այստեղ,
Ինչպես դուք տեսնում եք, մեր preset-ները ունեն նաև այստեղ իրենց մենյուն։ Այստեղ մենք ունենք այս աչքը, որը թույլ է տալիս սեղմելիս տեսնել օրիգինալը, համապատասխան բացելիս տեսնել մեր նկարը։ Եվ այստեղ մոդերն է, սև ու սպիտակ, գունավոր, grayscale համապատասխան։ Օրինակ grayscale-ի համար մենք ունենք այստեղ gray-ը, այսինքն մոխրագույնը, որը փոփոխելով մենք համապատասխան կարող ենք կարգավորել մեր նկարի որակը, իջացնելով կամ բարձրացնելով մոխրագույնի տոկոսը մեր նկարի մեջ։ Եվ մնացած կարգավորումները ամեն անգամ կարելի է նայել այս փաթերի այս ինֆորմացիայի վրա, օրինակ կարելի է փաթերի քանակը իջացնել 21%, եւ մենք կտեսնենք, որ հիմա մենք ունենք 2258 հատ փաթ եւ անկորներ, ապա այս արդյունքից հետո իջավ մեր անկորների քանակը։ Ինչպես նաև կարող ենք կարգավորել մեր աղմուկը կամ փաթերը հանենք եւ անջատենք։ Այստեղ նաև հայտնվում է անտեսել սպիտակը հրամանը, որը կարելի է ընտրել եւ դրանից հետո նայել, թե ինչպիսի փոփոխություններ կստացվի մեր նկարում։ Այս ամենը անելուց հետո մենք նոր կարող ենք անել expand եւ համապատասխան աշխատենք այս նկարի հետ, օգտագործելով մեր աշխատանքում։